Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, դիմում եմ այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել Armix News ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին։ Բարեկամներ, այսօր մեզ համար շատ ուրախալի օր է։ Եթերը քաղաքական բնույթ չի կրելու, խոսելու են գեղեցկության մասին եւ գեղեցկության մրցույթների մասին եւ մեր այսօրվա զրուցակիցն է, այսօր մեր տաղավարում է, մեր ստուդիայում է Mrs. Bulgaria 2022, Mrs. Եվրոպա 2024 եւ վերջապես Mrs. Աշխարհ 2025 թվականի հաղթող առաջին մրցանակակիր Բուլղարիայում ապրող մեր հայրենակցուհի Մանիտա Վարդանը, Մանիտա, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար, դա մեզ համար մեծ պատիվ է։ Ես շատ շնորհակալ եմ, որ երկրորդ անգամ ինձ գհրավիրեք։ Ես էլ եմ շատ շնորհակալ եւ ուրախ եմ, որ կրկին հանդիպել ենք։ Մանիտա, նախ շնորհավորում եմ ձեզ մեր ամբողջ անձնակազմի կողմից եւ ինչու՞ չէ նաեւ մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետեւ սա մեծ պատիվ է, ձեր հերթական հաղթանակը սա մեծ պատիվ է եւ առավել մեծ պատիվ է, որ դուք այս մրցույթում ներկայացրել եք Հայաստանը։ Թեև մեծ հնարավորություններ եք ունեցել ներկայացնելու Բուլղարիան, չէ, որովհետեւ Բուլղարիայի քաղաքացի եք, Հայաստանի քաղաքացի եք, թե ոչ նաեւ։ Չէ, չեմ Հայաստանի քաղաքացի, ես երրորդ սերունդ ծնվել եմ Բուլղարիա, բայց իմ ամենամեծ պապակս էր Հայաստանի կողմից մասնակցիմ մրցույթի, որովհետև դուք գիտեք, որ առաջին մրցույթը, որբեսի Բուլղարիային կողմից մասնակցի, գներեք, որ շատ լավ չեմ խոսում, բայց պապակով խոսում եմ, և այսիգա իմին ամենամեծ պապակս էր, որ Հայաստանի կողմից մասնակցիմ Mrs. Աշխարհ ու աստուծո գամով մասնակցեցիք ու հաղթեցիք։ Այո, ու հաղթեցի։ Իրականում սա շատ մեծ պատիվ է, իրականում սա շատ մեծ հաղթանակ է, որովհետև այսօր հայ ժողովրդին եւ Հայաստանին հաղթանակներ են պետք եւ այդ հաղթանակներից մեկը դուք եք բերել շատ պատվաբեր, շատ մեծ հաղթանակ։ Բա Բուլղարիայում չխանդեցին ձեզ, չասեցին, բա դուք Բուլղարիայում եք ծնվել, արդեն մեծ անուն ունեք, մի քիչ հիմա կպատմեք նաեւ ձեր գործունեության մասին։ Այդ ինչպես եղավ, որ գնացիք եւ Հայաստանից մասնակցեցիք։ Ինչպես հարթ եղավ, սահուն եղավ։ Գարանանք պատմություն ու խոսքեր, բայց ես գմտածեմ, որ ամենատանկ բանն է հետևինք սիրտը։ Ու իմին սիրտը դենց ուզում էր, դենց էլ ըրի։ Ապրեք, ձեր սրտի թելադրանքով արեցիք, ինչ որ արեցիք, ապրեք։ Այս բաները որ եղան, գար մարդիկ, որ ուսին ինչու գերտա հայերուն կողմեն, ինչու չէ նորեն Բուլղարիայի կողմեն, բայց Բուլղարիա շատ մարդիկ գա, որ սիրում են հայերը, մենք հոն ապրում ենք լավ, անոնք չեն, they don't, չգիտեմ ինչպես ասեմ, Դե որոշակի հասկանում եմ, ձեզ խանդել են ձեզ, Բուլղարիայում եք ապրում, բայց բոլոր դեպքերում ձեր հայուհու սիրտը, ինչպես դուք ճիշտ ասեցիք, թույլ չի տվել ձեզ, որ ինչքան էլ հարգել եք ու հարգում եք Բուլղարիան, չէ։ Վերջապես ամեն բանը լավ։ Այո, հարգանքով արտահայտում ենք իհարկե Բուլղարիայի հանդեպ, որպես նաև մեզ համար դրկից երկիր, բարեկամ երկիր, բայց ամեն դեպքում դուք հայուհի եք եւ վերջի վերջո ընտրել եք Հայաստանը։ Եվ շուտով հիմա պետք է մեկնեք, ես այդպես հասկացա, նորից ամռանն եք գալու Հայաստան, հետո աշնանն եք գալու, ասեցիք Հայաստան, այսինքն ավելի շատ եք հիմա կապվելու Հայաստանի հետ, ձեր գործերի բերումով։ Ամեն բանը լավ է, որովհետև որ հաղթեցի, բուլղարական national TV-ները նորեն կանչեցին, որովհետև ես անոնց ամենուն ասի, որ իմին սիրտս այնքան կապված է Բուլղարիային, նույնիսկ Հայաստանի
նույնը չէ, բայց այնպես է։ Մի քիչ Հայաստանը ավելի շատ, այո, այդպես պիտի լինի, որտեղ հայրենիքը ամեն դեպքում մնում է հայրենիք, ձգող, կանչող, սուրբ եւ այլն եւ այլն։ Նախ ես եմ շատ հպարտ եւ շատ ուրախ եմ, որ դուք ընտրել եք Հայաստանը վերջիվերջո եւ կարծում եմ, որ ձեր մասնագիտական նաեւ հատկանիշներով, ձեր ընդհանուր առմամբ ձեր գործունեությամբ հետ այսօ ավելի օգտակար կլինեք Հայաստանին, այնպես չէ։ Ավելի շատ կօգնեք մեր հայ երիտասարդ գեղեցկուհիներին, որ նրանք հաղթանակներ տանեն գեղեցկության, չէ՞, մրցույթներում, այսպես։ Միգուցե մոդելինգային դպրոց հիմնեք, տեսեք, արդեն ես եմ ձեզ առաջարկում։ Ես այս բաները այլևս ստեղծել եմ Բուլղարիա ու աշխատում եմ այդ պրոջեկտներուն համար, այո, եւ իմին fashion клубის մեջ ունեմ շատ հայուհիներ, որ Բուլղարիա ապրում են ու այս առաջ չէին ունեցած այս բեմը, որ հիմա ես գրնամ դամանոնց։ Այո, դե միգուցե նրանց էլ կօգնեք, որ նրանք էլ կապվեն, չէ, Հայաստանի հետ, հայրենիքի հետ եւ ունենան հաջողություններ Հայաստանի կողմից։ Թույլ տամ ինձ ասել։ Էլի հարգելով Բուլղարիան, որովհետեւ ես նորից եմ ասում, նաև երախտիկով եմ լծված Բուլղարիայի հանդեպ, որովհետև նաև Բուլղարիան է ձեզ այսպեսին, որպեսին ձևավորել, չէ։ Բուլղարիան մեզի 1015 դարինաս քեշ դխուր դարին Բուլղարիան մեր բաբերը ընդունած է որբեսի երկրորդ մայր եւ մենք շատ շատ մեծ սեր ունենք անոնց հանդեպ դուք գիտեք որ դարիները եղած են ասպաները եւ անոր համար ես սիրում եմ Բուլղարիան, բայց Հայաստանը ուրիշ է։ Հպարտությունը մեր հպարտությունն է, որ դուք հաղթել եք, թույլ տվեք ձեր թագը մի հատ լավ ցույց տամ մեր, այսպես ասած, ունկնդիրներին, սա ձեր հաղթանակի թագն է, չէ։ Այո, շատ գեղեցիկ։ Մանիտա, ինչով եք զբաղվում հիմա Բուլղարիայում։ Բոլորովին մոդայով զբաղվում եմ։ Եվ բոլոր Եվրոպան fashion week-ներու մասնակցեմ որբեզի guest model։ Հիմա եղա 10 օր առաջ Միլանո Fashion Week-ի։ Մյուս ամիս մայիսը գնում եմ Կանն Ֆրանսա կինոֆեստիվալին։ Կինոփառատոնի մասնակցելու։ Այո, բայց որբեսի Միսիս Աշխարհ ոչ թե ակտրիս։ Բուլղարիա հիմա այս դարի պետք է ելա պրեմիերան մեծ կինոյի, որ ես խաղում եմ, այո։ Դուք նաև փաստորեն կինո դերասանուհու կարիերա ունեք։ Մեծ բուլղարական ակտորներ, այո, դերասանների հետ, բուլղարացի հայտնի դերասանների։ Շատ հայտնի։ Ֆիլմ է, առանձին ֆիլմ է, ոչ թե սերիալ, այլ ֆիլմ։ Ոչ, ֆիլմ, այս աշունը պետք է ելա սինեմաները Բուլղարիա։ Դե մենք անպայման կլուսաբանենք մեր կողմից այդ ֆիլմը, շատ ուրախալի է, որ դուք նաև ես իմ մտքով ճիշտ ասած անցնում էր, գիտեք, մեր առաջի հանդիպումից հետո, որ ուզում էի ձեզ հարցնել, բա ձեզ կինոյում չեն նկարել, որովհետև ձեր արտաքին տվյալները հաշվի առնելով, ձեր համբավը հաշվի առնելով, միշտ էլ կինո ռեժիսորների, կինոարտադրողների հետաքրքրությունը հնարավոր էր, որ կանգներ ձեր վրա եւ ահա իմացա, հուսով եմ մեր հանդիսատեսը կդիտի այդ ֆիլմը։ Ինչպես է կոչվում ֆիլմը, ինչի մասին է, սիրո։ Չեմ գրնարը սեմանոնը, բայց սիրո, դրամա, ես կեշն եմ, վատ հերոսի։ Այո։ Չեմ հավատում։ Սինեմայի մեջ։ Միայն սինեմայի մեջ, ոչինչ խնդիր չկա։ Վատ հերոսի կերպարն էլ, այսինքն բացասական հերոսի։ Վատ հերոսը ավելի դժվար։ Իհարկե, դժվար բացասական հերոսները ավելի դժվար է խաղալ, էլի, չէ՞, քան թե դրական հերոսները, բայց ամեն դեպքում հուսով եմ, որ ձեր դերակատարությունը։ Եթե մարդիկը փողոցները ինձի այլևս չսիրեն,
գուկամ Բայց կարծում եմ, որ լավ դերակատարում կլինի եւ նաեւ կինոյում էլ դուք դուրս կգաք ասպարեզ, ինչու՞ չէ, մանավանդ որ հիմա կապվելու եք ավելի շատ Հայաստանի հետ, ձեզ մեր հայ կինոարտադրողներն են, ինչու՞ չէ, նաեւ մեր մեդիայից էլ գուցե առաջարկներ լինեն, կինոառաջարկներ եւ դուք նաեւ մասնակցեք, նաեւ խաղաք հետագայում էլ։ Բրենդ ունեք, չէ՞, այդտեղ, հա։ Անունը ինչպես է ձեր բրենդի։ Վարդան է։ Ինչով է զբաղվում, ինչով եք հիմնականում այնտեղ զբաղվում, բրենդ ասելով ինչ եք հասկանում։ Բրենդը իմեն լինիա հագուստներ են, որովհետև շատ աղջիկներ Բուլղարիա ու գիներ հավանում էին իմին դեսկս, իմին ստիլս ու որոշեցի, որ պիտի ունեմ այս բրենդը ու շատ լավ ստեղծվեց, այլևս 4-րդ շատ մեծ catwalk պիտի լա 26-ին Sofia Fashion Week-ի եւ այս ռևյուներուն հետ ես ամեն անգամ սիմվոլիկ գնեմ, որ հայկական բրենդ է, ամեն անգամ նվակը հայկական նվակ է, այո, ձեզի վերջ ցույց կտամ, դուդուկ այս մերին երաժշտությունները, շատ հագուստները չեն ֆոլկլոր, բայց ունին հայկական միտք։ Ու գիտեք, ես չէի գիտեր հայկական միտք, հայկական դիզայն, այո, ես շատ բաներ իմին համար չէի գիտեր, մինչև որ եկա առաջին անգամ Հայաստան, ու այս անգամ որ խոսեմ, գացինք Historic Museum, պատմության թանգարանը գնացել է։ Եվ դեսա սխին գնոջ հագուստները, ինչպես խոս շնված են իմին ինչպես ասեմ, շատ ուզում եմ ասեմ։ Ոճը, այո, ոճայինի մեջ։ Չէի գիտեր ինչու հավանում եմ այս դեսակ հագուստները ու հիմա դեսա հայկական մուզեին մեջ ուզում եմ ասեմ, որ Իսկան այդ օրինակով ուզում եք այնտեղ հագուստներ ձեր բրենդի։ Այո, եւ շատ հավնում եմ, որովհետեւ մեր ազգայինը փաստորեն ուզում եք դա եւ նրանով քարոզել։ Գիտեք, մարդիկը շատ հավանում են, որովհետեւ Եվրոպա եւ Բուլղարիա շատ մի քիչ մերկ մոդան մերկ է։ Բաց, այո։ Եվ այս մարդիկը չեն դեսած գեղեցկությունը գնոջը հագված ու հիմա որ այս հագուստները ես գնեմ, շատ մեծ շատ գխավնին ինտերես գա։ Շատ ուրախ եմ։ Մի առիթով կտեսնենք ձեր երևի թե աշխատանքները, ես ձեզի ցույց կտամ։ Այո, սիրով եւ նաեւ ռոպագանդել ձեր աշխատանքները։ Շատ ուրախ եմ, որ էլ ինչով եք զբաղվում, շատ բազմաշնորհ եք, այսպես բազմազան է ձեր զբաղմունքների դաշտը, բացի դրանից։ Նաեւ ինչքան գիտեմ գրականությամբ եք նաեւ զբաղվում, գրում եք, չէ՞, եթե չեմ սխալվում։ Լիտերատուրա։ Այո, հիմա ունիմ մեկ գիրք, բայց անիգա չէ լիտերատուրա։ Ինչի մասին։ Ան մասին է, որ ես մեկ reality, գիտեք reality։ Այո։ TV reality շոուներ, հա։ Շոու, այո, հաղթեցի Բուլղարիա, Խովանոցի։ Շատ հաճախ եմ ձեր էջում Facebook-յան տեսնում այդ շոուներում ձեր մասնակցությունը, այսինքն Բուլղարիայում դուք հայտնի մեդիա դեմք եք, հեռուստատեսային դեմք եք։ Տելե, չէ՞, այսպես։ Պետք չէ սեմարտ, բայց շատ, այո, այո, հայտնի եք։ Ինչ, այսինքն դա հպարտություն է մեզ համար, որ մեր հայուհին նաև Բուլղարիայում այդպիսի մեծ համբավ, հեղինակություն եւ հայտնություն ունի։ Շատ մարդիկ գսեն Բուլղարիա ինչպես ուրգե ունի սաս էներգիան։ Ես գսեմ, ես հայ եմ։ Մենք գուզենք ստեղծենք, չեն գրնար գենանք առանց պամադանք աշխարհին։ Անչափահ մեծ մարդ չեմ, բայց այս որ ես գստեղծեմ սիրով։
պլաններ ունեք Հայաստանի հետ կապված։ Մեդիա դպրոց հիմնեք կամ մոդելինգային դպրոց հիմնեք, ուզում եք այդպիսի բաներով զբաղվել Հայաստանի, որպեսզի մեր գեղեցկուհիներին օգնեք, որ նրանք ձերպես հաղթանակներ տանեն միջազգային ասպարեզներում, չէ՞, մրցույթների ասպարեզներում։ Այո, ես պլաններ ունեմ, որովհետև ինչպես որ ասի, այս տակը ինձ շատ մեծ դվավ հուշ ինձի։ Հուշ տվեց այս հաղթանակը։ Այո, եւ հիմա աշխատում եմ Universe Holding-ի հետ ու գրնամ Հայաստանի կողմից մարդկանց ներգրավել, որպեսի National Director եւ ես շատ ուզում եմ, որ բոլոր աշխարհը տեսնա հայուհիներուն գեղեցկությունը։ Ես շատ ուրախ եմ դրա համար եւ մանավանդ որ այդպիսի դիրք ունեք, այդ Miss պլանետայում, հա, Miss աշխարհում, արդեն ձեր աշխատանքով կարող եք օգնել շատ շատերին եւ նրանց ասպարեզ բերել եւ օգնել, որ հայուհիները այդ ասպարեզում փայլատակեն։ Իմ կարծիքով դուք դա կանեք։ Եվ մանավանդ նայ որ իմացա կինոգործունեությամբ եք էլ ինչով եք ձեր հետաքրքրությունների շրջանակը էլ ինչով է այսպես մրցույթներ եմ ստեղծում Բուլղարիա, ավելի բզդիկ national, ոչ թե աշխարհային, ведущий եմ շատ բաներով Բուլղարիա։ Հա, որպես հաղորդավար, վարող։ Հուսամ Հայաստանում էլ գուցե կփորձեք, մանավանդ արդեն ինչպես հասկացա, չէ, երևի մի կիսով չափ Հայաստանում եք լինել։ Այո, բայց խնդրեմն է, որ շատ լավ չեմ խոսում, բայց աշխատելու եմ, որ մարդոց ասենք, որ երրորդ սերունդ ծնված եմ Բուլղարիա։ Հա։ Հեշտ չի բոլոր դեպքերում։ Մերին շրջաբադը ուզենք թե չէ ավելի շատը բուլղարեն խոսում են։ Հիմնականում հայախոս չի, դրա համար դուք շատ հրաշալի ընտանիք ունեք, այսօր ձեզ ուղեկցեցին ձեր ընտանիքի անդամները, ձեր հրաշալի ամուսինը Արմենը, ձեր հրաշալի դստրիկը Էլիզաբեթը, Աստված նրանց պահապան, նրանք էլ են ձեզ վստահ են, որ շատ մեծ ուժ են տալիս, որ դուք ձեր կարիերայում առաջ գնաք։ Բայց օրինակ ինչպես եք նայում, այ տարբերություն կա, չէ, եվրոպացի աղջիկների ու հայ աղջիկների բնավորության մենտալիտետի միջև, չէ, նրանք եվրոպացիները, բուլղարուհիները գուցե մի քիչ այսպես ազատ, բաց զգեստներ գրելից ավելի ազատ են, չեն մտածում, որ իսկ այստեղ մի քիչ ուրիշ է, չէ։ Այո, ես չեմ ասում, որ ես ճունիմ նկարներ, ոչ թե շատ բաց, բայց դուք գիտեք մոդայի հետ սպառված մարդը չի կարելի չունենա արտիստական նկարներ, բայց գա դարբերություն, բայց ես կմտածեմ, որ գեղեցկություն կա երկու տեսակ հագուստներուն մեջ ա։ Դա կարելի է դրան նայել արվեստի այսպես տեսանկյունից։ Բուլղարիայում երևի թե ավելի հեշտ է, չէ՞, մոդել լինելը, գեղեցկության մրցույթների մասնակցելը, ավելի հեշտ է, բայց այնքան էլ գեղեցիկ չեն։ Այնքան էլ, հա, այնքան էլ մեր հայուհիները ավելի գեղեցիկ են։ Ուրիշ դեմք ունիմ։ Բուլղարները ավելի սլավյանսկի, ավելի սլավոնական դեմք։ Այո, եւ մերին գեղեցկությունը ինտերես հետաքրքիր է Եվրոպայի համար։ Ձեզ ավելի սլավոնական, հա, դեմք են համարում Բուլղարիայում, հա, ավելի սլավոնական, հա։ Չէ, գսեն կավկասկի։ Կովկասյան, հա, որովհետեւ ես էլ զարմացա։ Եվ շատերը գսեն օրիենտալ, ես ալ սկսում եմ պատմեմ, որ օրիենտը ուրիշ է, հայացքը ուրիշ է։ Հա։ Ու այնպես։ Կովկասյան ավելի այդպես հակված, հա, դա բնականաբար։ Արաբներուն աչքերը Հա, նույնիսկ դեպի արաբական գեղեցկությունն են տանում, էլի այսպես, հա։ Դե ամեն դեպքում բոլոր դեպքերում իհարկե բուլղարական տեսակից տարբերվող են։ Ես խաբարդ եմ իմ արմատներովս ու գիտեմ, որ ամեն գեղեցկուի համար գա դեղ աշխարհը։ Մեկ դարի սլավյանսկի գեղեցկությունը գխախտե, մյուս դարի գա Աֆրիկայից, Ամերիկայից, իսկ այս 25 դարին մերին դարին է։
եթե գնահատվել եք որպես հայուհի եւ ընտրել եք որպես Հայաստան, նորից եմ շեշտում, ուրեմն աշխարհը գնահատել է հայկական գեղեցկությունը, այսպես համարենք, համաձայն եք ինձ հետ, թե չէ, հայկական եւ փառք ու պատիվ ձեզ, որ ընտրել եք ձեր հայրենիքը, ներկայացրել եք ձեզ հայրենիքը այդ արժեքավոր այս երկու մրցույթներում 2024-ին Միսիս Եվրոպայում եւ 2025-ին Միսիս աշխարհում եւ ոչ ավել ոչ պակաս առաջին մրցանակ հաղթել եք Մանիտա ջան։ Եվ մեր այսօրվա հանդիպման ավարտին կուզենայի ձեր ուղերձը աշխատեն չլան ինչպես ամեննա լան օրիգինալ այո անոնց չեմ գիտեր ինչպես ասեմ փոչերկը հա իրենք իրենց է ունենան իրենց ինքնատիպը ունենան օրիգինալ այո էսի է ֆորմուլան խախտելու եթե լաս ամենուն բես չես խախտեր երբեք լավ իմաստով եմ ասում ավակ սերնդի եւ փորձառու արդեն ներկայացուցիչ նաեւ ինչ ուրիշ խորհուրդներ կտակ իրենց չխուզվեն եթե առաջին անգամը չլա այսիգա չի նշանակում որ երբեք չի ստացվի ու հետևեն սիրտը Սրտի կամքին, սրտի թե շատ լավ բաներ մաղթեցիք իմ կարծիքով։ Էր գեղեցկության մրցույթին որպես գեղեցկուհի, որպես մասնակից այլևս մասնակցելու իրավունքը չունեք, հա? Ես ունիմ իրավունք, բայց հիմա իմին համար ավելի կարևորն է, որբեսի մոդել գանչում են բոլոր աշխարհը պեմերու, որբեսի fashion star խախտող այս մրցույթներու ու ավելի շատ catwalk հետաքրքիր է իմին համար, իսկ ունիմ հրավեր Mrs. Universe-ի համար 2027-ը Ահա, այսինքն էլի մասնակցելու եք, այդ շատ չեմ գիտեր, չեմ որոշած, ունիմ հրավեր Mrs. Universal աշխարհ, հա, պլանետա, հա, այդպես է կոչվում։ Ես աշխարհ եմ, հա, մյուսը Universe է։ Այսինքն ավելի շատ պետություններ են։ Այո, բայց բոլորովին տակերը նույն արժեքը ունեն։ Հա, ավելի շատ ուժս գուզեմ դամ բրենդին, հայկական կուլտուրան ներկայացնեմ բոլոր աշխարհին ու fashion week-ներուն աշխատին։ Շուտ է նաև ձևավորեք, դաստիարակեք Հայաստանում նաև երիտասարդ մոդելների, գեղեցկության մրցույթների ապագա մասնակիցներ, որոնք ձեր օրինակով, ձեր հաղթանակների օրինակով էլի կմասնակցեն թե Միսիս Եվրոպային, թե Միս գուցե նաև չէ ավելի երիտասարդներ, այսպես Միս Եվրոպա, Միս աշխարհ եւ կունենան նոր ու գեղեցիկ հաղթանակներ։ Շատ մերսի։ Այնպես որ եւ նաեւ զարգացրեք, նաեւ մանավանդ որ կինոյում եք նկարվել, նաեւ ցանկանում եմ ձեզ կինոյում էլ հաջողություններ։ Մերսի ձեզ։ Մի հատ էլ որ ձեզ խնդրեմ, այս գեղեցիկ թագը դրեք ձեր գլխին, մեր ունկնդիրները տեսնել ու դրանով այսպես հանդիսավոր Մանիտա կասեք Միսիս աշխարհ հաջորդ մրցույթը երբ է տեղի ունենալու եւ որտեղ։ Այս տարի 2026-ին Հայաստան պիտի ստացվի աշունը։ Այսինքն դուք հաղթանակ եք բերել Հայաստանին 2025 թվականին եւ այս տարի Հայաստանը լինելու է արդեն հյուրընկալող երկիր։ Դա նույնպես մեզ համար շատ մեծ պատիվ է կարծում եմ։ Մանիտա Վարդանն է մեր տաղավարում, բուլղարահայ գեղեցկուհի, որը կարելի ասել նվաճել է հնարավոր եւ անհնար մեծ մրցանակներ գեղեցկության մրցույթներում դարձել է Mrs. Bulgaria 2022 թվականի հաղթողը, Mrs. Եվրոպա 2024-ի հաղթողը եւ վերջը մեծագույն հպարտություն Mrs. Աշխարհ 2025 թվականի հաղթողը եւ հետագայում ցանկանանք նրան, որ նրա հաղթանակները լինեն անպակաս եւ նրա շատ արգասաբեր գործունեությունը ի նպաստ մեր հայրենիքի լինի անսպար եւ անվերջանալի։ Եվ թույլ տվեք նաև խնդրելով ձեզ կրկին խնդրանքս ուղղելով բաժանորդագրվել մեր Armix News ալիքին
ավարտել այսօրվա եթերը եւ Մանիտա Վարդանին ցանկանալ մեծագույն հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել նրան, որ ժամանակ է գտել եւ եկել է մեր տաղավար։ Մանիտա, նորից իմ անկեղծ ուրախությունը եւ անկեղծ բարեմաղթանքներս ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, կհանդիպենք։